մեր պատմական հիշողությունը եւ մենք նույնիսկ չենք էլ լսել Նիկոլ Փաշինյանից, ես ամենայն դեպս չեմ լսել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում առաջնորդանից եկեղեցու ապամոնտաժման դատապարտման որևէ խոսք։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանի պարագայում նորմալ է։ Հանրությունում դա քննարկման հարց չենք դարձնել, դա է դիրքը։ Որևէ դատապարտում իրականացնելու է, թե ոչ։ Չէ, դա եմ ասում, ասած որ չենք անում։ Շատ լավ։ Նիկոլ Փաշինյանը հետևաբար եւս մեկ անգամ հիմնավորում է ձեր ասածը, որ սպասարկում է ոչ թե հայկական, այլ ադրբեջանական շահերը։ Այսօրվա թուրքամետ իշխանության շարունակ կառավարումը, եթե հունիսի 7-ին շարունակեն իրենք ընտրվել եւ կառավարել, արդյոք մենք ապրիլի 24-ը միգուցե լրիվ կորցնենք այս կոթողը նույնպես եւ միգուցե ապրիլի 24-ը արդեն վերափոխվի այլ անվամբ եւ լիովին ջնջվի մեր ցեղասպանություն բառը մեր պատմության մեջից։ Չեմ կարծում, որովհետեւ մենք եւ դուք միասին թույլ չենք տա, անկախ նրանից Նիկոլ Փաշինյանը որտեղ կլինի եւ ինչ գործողություններով հանդես կգա, հայ ինքնության պահպանման հետագա ցեղասպանության ճանաչման, ցեղասպանության դատապարտման եւ պատժի ենթարկման քաղաքականությունը իսկական էթնիկ հայերով մենք շարունակելու ենք։ Պարոն Սարգսյան, ուժեղ Հայաստանի նախընտրական ցուցակում ձեր կուսակցությունից մարդիկ կան, թե ոչ։ Դուք ինչու չկաք։ Ես չեմ ցանկանում լինել, որովհետեւ ես գործունեություն չեմ ծավալել պատգամավորական մանդատ ստանալու համար։ Շնորհակալություն։